Ուրեմն ես այստեղ դուրս է եկել, որ ցելոֆան գնեմ, որպես տեղավորեմ։ Եվ ուզում եմ ձեզ ցույց տամ, քանի որ պետք է գատանի այդ աղջիկը ու ուզում եմ ցույց տամ աշխատանքս։ Գնահատեք։ Այս վրայի ժիլետը հանվում է, այս հրացան եմ սարքել հանվում է, իր վրա ես բաճկոնը հանվում է, գլխարկը հանվում է, ու այստեղ եւս մի գլխարկ կա, որ հիմա չեմ հանի, սենց դեպի նման։ Всё։ Այս իմ աշխատանքը դուք էլ գնահատեք, այստեղ էլ ուզում եմ նկարեմ, որպեսզի հուշ մնա։ Ինչպես եք գնահատում։ Սա էլ է հանվում, խոսքով։ Ամեն ինչը, որ ման է գալի Ejército Mexicano։ Գրեք, գնահատեք, ձեր գնահատականը տվեք։ Ովքեր որ գործում են, ասեք ինչ գնի գինք առաջարկեիք, գրեք ձեր առաջարկները, բոլորը աքսեսուարները լրիվ հանվում են առանձին կոդ։ Ձեր եմ հատիկ ես բաները գործել եմ, մի խոսքով։ Տվեք ձեր գնահատականը, ինչքան գումարով կվաճառեիք։ Տեսնեմ ես էժան եմ վերցրել, թե նորմալ է։ Okay։ Չնայած այստեղ որևէ խմբում դնեմ իմ գումարը, այն գումարը, որ առասել եմ, շատ քիչ կլինի, քանի որ ես որոշել եմ մի հատ այնց վիդեո սարքեմ, որ նկարել եմ, այդ վիդեոները կլինեն իմ ինստագրամյան էջում, գործերիս ինստագրամում, եւ կարող եմ այդ վիդեոն ուզում եմ դնեմ խմբերից մեկում, որ այստեղ լատինական Ամերիկայից բանախոս կանայք են, ամբողջ աշխարհից, եւ խնդրեմ, որպեսզի ինձ գին առաջարկեն, ինչ գնով կվաճառեի, տեսնեմ իրենց կարծիքը։ Չնայած արդեն ասել եմ մի խոսքով, ու ես մտածում եմ, որ իմ առաջարկած գինը եւ աշխատանքը շատ որ քիչ է, չգիտեմ, բայց դե գիտեմ, որ եթե շատ էլ առաջարկես չես վաճառի։ Բայց դե այսքանը ժողովուրդ, մյուս խաղալիքը բան եմ անելու, դեռ նկարելու եմ, բայց քանի սկսել եմ, եկեք դա ցույց տամ։ Եվ հաջորդը դրանք դե 3 արջուկներն էին։ 3 արջուկները, մուլտֆիլմի աղջկա 3 եղբայրները։ Եվ աղջիկը։ Այստեղ երևի դեմքին բաներ եմ անելու, ռումյանը բան եմ անելու, նոր բանան եմ դնեմ, նկարեմ, սենց։ Նետերն էլ հեսա կդնեմ իրա մեջ, նետեր եմ սարքել, և այստեղ համանի մեջ է լինելու, և իրա աղեղը, որտեղ եմ դրել աղեղը, շպոր միտեղ եմ դրել հայս, և իրա աղեղը։ Սա էլ ձեր գնահատականը տվեք, սա էլ եմ իհարկե էժան վերցրել, համեմատած այն աշխատանքի, որ արել եմ, բայց դե, ոչինչ։ Ահա նետերը, շատ սիրունեղ է, ինչ կարծիք եք, իրա ձեռները սենց մետաղ կա իրա մեջ,
Մի խոսքով կնկարեմ, կարող եք իմ ինստագրամյան էջին ավելանալ և այնտեղ ավելի մանրամասն տեսնել նկարներ, վիդեոներ, Տոպրակի մեջ եմ դնելու և ես տոպրակներն դուրս եկա գնեցի, չունեի սենց մեծ և հանձնեմ, բայց պետք է նկարել առաջին հերթին։ Այս զինվոր երևի արդեն վերջ, արդեն տեսնենք հեռախոսը, մյուս հեռախոսը զարետ կդրած, անդեղ ասոտ ցանցերս, եթե ինչ-որ տենց հետաքրքիր ռիլ հանդիպեմ, որ կարելի է ասենց ինչ-որ զինվորի հետ էլի ինչ-որ վիդեո անել, կնկարեմ, քան դեռ չեմ փակում, դեռ մի օր ունեմ վաղը, այդպես տիկնիկնել արդեն երևի էլի ուրբաթ օրը կասեմ կգամ կտանեն, կամ մինչև 2 շաբթի կասեմ կգամ կտանեն։ Okay, այսքանում գրեք ձեր կարծիքը, շատ շնորհակալ կլինեմ, կհանդիպենք արդեն մյուս հատվածում, առայժմ։ Ուրեմն իմ մոտ էստեղ դեռ խառնաշփոթ է, մենակ տենակ, և ես ուրեմն պատվիրել էի տերեից, սիրուն տոպրակ ա բերել, որ փաթաթեմ, այսօր ամսի 19-ն է և վաղը նոյեմբերի 20-ին մեր զաքսավորման 8-րդ տարին է և ես ուզում եմ Բետոյին ես օծանելիքը նվիրեմ, քանի որ շատ էր հավանել, ինքը ճիշտն ասած յունիսեքս է, տենց ես էլ կօգտագործեմ, պրովնիկն ինձ էր տվել, շատ է հավանել ու ասում է, որ իր կանացին էլ կա և նաև սա յունիսեքս, համ տղամարդու, համ կնոջ համար է և կանայք ավելի շատ սա են պատվիրում ու իրականում ես էլ հոտ քաշեցի կանացի այդ օծանելիքից, հենց այս լայնը և սա ինձ ավելի դուր եկավ, այնպես որ երկուսով կօգտագործենք, նենցա որ այդ օրը առանց ինձ անհնար էր Բետոյի համար, դրա համար ինչ-որ չափով իմ նվերն էլ կատակ եմ անում, բայց ինձ թվում է Բետոն դեմ չի լինի, որ ես օգտագործեմ։ Սենց կփաթաթեմ, ինչը լավ արել բերել է, չնայած այնտեղ ունեմ սենց ցելոֆաններ, բայց ես կփաթաթեմ, սիրուն էսի սիրունը ու բան կանեմ, կնվիրեմ, գիտեք ոնց եմ ուզում, դե ինքը շուտ է պարկում քնելու, ես մինչև ուշ գիշեր մնում եմ, ինչ-որ գործում եմ, կարդում եմ, գրում եմ, ջնջում եմ և այլն, ուզում եմ գիշերը տենց ուշ, էսի տանեմ դնեմ խոհանոցում, ինքը միշտ տենց է անում, որ նվեր է ունենում, առավոտը իմ համար տենց սարքում է ու գնում է գործի ու ես առավոտ զարթնում եմ, իրանից հետո որ իջնում եմ ներքև, դե ինքը չի նախաճաշում, Բետոն չի նախաճաշում, նենց չի որ չեմ առաջարկել նախաճաշ սարքեմ բան, ասում ես չեմ նախաճաշում, տենց տան եղած ինչ-որ մի բան վերցնում է, այնտեղ ուտելու համար, առավոտ ընդամենը սուրճ է խմում, ինչ-որ հացաբուլկ եղենով, խմորեղենով և այլն, հացով, տենց ինչու լինում է, բայց տենց քանի որ չի նախաճաշում, իմաստը իմ հելնելը, տենց էդ էլ իմացեք, ու և որ ինքը գնում է, ես հելնում եմ ու առավոտ տենց սեղանին անակնկալ եմ հանդիպում, կամ չգիտեմ, գուցե տեղը փոխվի, էստեղ դնի, տեսնենք, բայց չգիտեմ ճիշտն ասած ինքը հիշում է թե չէ այդ օրվա մասին, բայց ես անակնկալ եմ ուզում իրան անել, ամեն տարի ինքն անում, այդ տարի էլ ես անում, սիրուն շարքեմ, բանտիկով կապեմ և վերջ դնեմ ներքևը, որ առավոտը հայտնաբերի։
Ողջույն բոլորին, այսօր ամսի 20 նոյեմբերի եւ այսօր լրանում է 8 տարի, ինչ ես ու Բետոն ամուսնացած ենք ԶԱԳՍ-ով, ԶԱԳՍավորված ենք։ Հայաստանում 8 տարի առաջ այսօրը մենք ԶԱԳՍավորվեցինք։ Եվ ես այսօր իրան ճիշտ ասած պատմել եմ այդ մասին։ Անակնկալ է յարել, հեսա օծանելիք ինքը առավոտում փչել գնացել է, աստեղ գիշերը թողել է իմ զգացմունքները, առավոտ ինքը արթնացել տեսել էր ու ասում է շատ հաճելի էր։ Անակնկալը ստացվել է մի խոսքով։ Հետո հիմա ուզում ենք դուրս գանք գնանք կենտրոն, այսօր տնային խմբակ չունենք, Դանիելան եկեղեցում որոշ անդամներ մայրաքաղաքում են եւ չգիտեմ, եթե անգամ լիներ գուցե չգնայինք, քանի որ ուզում ենք այսօրը իրար հետ անցկացնենք, ուզում ենք գնանք կենտրոն, երևի ինչ-որ պաղպաղակ կվերցնենք։ Ես փլավ էի սարքել, աղցան, գերանք եւ 3 բորշ էի սարքել, մի պղինձ մեծ, բայց այսօր թափել եմ, քանի որ փչացել էր, քանի որ մնացել էր դրսում էր մնացել, քանի որ շատ տաք էր, գիշերը ուշ եմ պրծել եփելը, բայց ինքը հասցրել էր բան լինի։ Ես մտածեցի չի փչանե, քանի որ միշտ դրսում թողնում ենք, դրանից այստեղ խովաբան, բայց բացվում է երևի, չգիտեմ, ոնց է ստացվել, որ այս անգամ փչացավ, խեղճ Բետոն տենց այդ բորշ ուտելու, չնայած 3 որ եկավ կերանք։ Ամեքս մի աման հասցրել ենք 2 աման Բետոն կերել է, ես մի աման հասցրել եմ ոչինչ, այսօր ուրբաթ 5 շաբթի է, շաբաթելի կառնեմ բանջարեղեն բան տենց, ավռրա որ գնանք եւ կսարքեմ, ոստացել եմ, որ 2 շաբթի կսարքեմ։ Մի խոսքով, բայց լավ կերանք, այսօր վերմիշել էի սարքեմ։ Հիմա ուզում ենք դուրս գանք, գնանք կենտրոն։ Որոշեցինք գանք մեր սիրած սրճարան, ոչ մեկ չկա, դատարկ։ Տեղներս փոխեցինք, այնտեղ էինք նստած, մեջքս քամի էր փչում, այստեղ տեղափոխվեցինք։ Այստեղ աշխատող կինը մեզ արդեն ճանաչում է դե… Cambiamos en la mesa, ¿eh? ¿Cuál mesa grande? ¿Por qué? Pues mejor que aquí está bien chiquito. ¿Sí, no? No, pues no sé, como tú quieres. Sí, o sea que está bien chiquita la mesa. Y no va a caber. Beto nos va a meter cerrando y Ya nos… está haciendo aquí. Next standards can get there. Ես
կապուչինո իռլանդական կրեմով, բետոն էլի կապուչինո կաուլա, կոչվում է, ինչ-որ էլի ինչ-որ սոուս է, ինչ-որ լիկյոր է, բայց այդքան ալկոհոլը շատ չի, բետոն ինչ-որ խմորեղեն է վերցրել, ես էլ կրեպաս, բերի կրեպաս դե լատանոյի դե բանանով և նուտելայով, այսօր կարելի է։ Ահա, այս իմ սուրճն է բերել, բետոյինը, te gusta la espuma? Սիրում է փրփուրը, տեսնենք ինչ համի է, ասի ուղակի խմորեղենա տենց թխպան տաքացնում են, բարակը ու նուտելա վրեն, Déjame probar. ¿Sabe el licor? No. Ese es mejor. ¿Sí? A ver. Շատ համով է, կարելի է առնել սոուսը և պատրաստել տանը։ Ուրիշ բան է բերել, բայց ոչինչ համով տեսք ունի։ Ողջույն, ես արդեն պատրաստում եմ այստեղ բանը, պատվերը, ես այդ աղջիկը մի ժամից կգա հետևիցը, այստեղ եմ քարտն եմ դրել, եմ ստիկերը և հուսանք կհավանի, ես էլ մի քիչ զբաղված եմ ծառայություններ, մեկը մյուսի հետևից մի հատ ծառայության մեջ թարգմանում եմ, մի խոսքով թարգմանիչ եմ ու պետք է կիսատ թողնեմ, իջնեմ իրան տամ, մի քիչ խառնեմ այսօր, ես որ հուսամ կհավանի իրոք, տենց միշտ բան եմ անում, փակում եմ, բայց այսօր չեմ փակել, ուղղակի ստիկեր եմ դրել հետևը, որ բացի նայի, եթե ուզում է հանի, բացի նայի, տենց էսի լույսը վեն անգնում, Всё, պատրաստ։ Ողջույն, ես ավարտել եմ մի հատ փոքրիկ պատվեր, մեքենայի համար է, մեքենայի ապակից կախելու, և հեսա մի քանի ժամից կգան կտանեն, հուսամ կհավանեն, անցած անգամ էլ էին ինչ-որ մի բան գործել և հավանել էին, ես հետևը նայեք, լրիվ բան եմ արել, հանել եմ, գիշերը նյութ եմ լցրել, որ մաքրվի ու հեսա պետքա բան անեմ, մաքրեմ, բայց միջև էդ ասի մի հատ նկարեմ, քանի որ չէի նկարել, վերևը տոնածառիկ մի հատ բան, խիսել են այնց տվել, ժամանակը որ նկարեմ, ես բջուրիկ լույսեր ունեի, ինձ չեմ գտնում, չգիտեմ ուր եմ դրել, դրա համար իրան խնդրեցի տոնածառը ինձ որոշ ժամանակով տվեց, ու հիմա ես ինչ-որ մի բան կուտեմ, կսպասեմ այդ աղջիկը կգա, կվերցնի, հատ կոֆե կխմեմ, տենց, և այդ ընթացքում կլվամ դե իհարկե որ կոֆե դնեմ, տենց ժողովուրդ տենց խառնենք, այսօր շաբաթ է, ամսի 22 նոյեմբերի, և ես այստեղ
պատրաստ մի հատ պատվերով։ Երեքեք անտարան պատվերը, զինվորը շատ հավանեց, այդ աղջիկը շատ ուրախ եմ, վերջապես ազատվեցի այդ մեկից, մնացել է մյուսը աղջիկը, շաբաթվա մեջ, եկող շաբաթվա մեջ կգան կտանեն, ասյավել լավ, ավելի շատ ֆոտոներ կանեմ։ Կոպել խանութ էին գնացել և կոպելից սա եմ վերցրել մի վայրկյան, հա, էսի վերցրել եմ, որ բիսկվիթ թխեմ, չունեմ սենց խորը, քառակուսի, մեկը կլոր է, մեկն էլ չգիտեմ ինչ-որ, այլ ավելի նեղ է, սենց ցածր է, տենց, և կոշիկների խանութ էինք մտել Բետոյի համար, բայց ես իմ համար կոշիկներ վերցրեցի, հեսա ցույց տամ, ահա, նայեք ինչ սիրուն է, ոյ, իմ այդ սապոգները մաշվել են և սրանք վերցրել եմ, բայց մի հատ էլ իմ սապոգների, այ սալմու, սապոգների տիպիկ ուզենամ վերցնեմ, ցեպով սենց վայեննի, ավելի տենց զինվորական ոճի, դրսից չի երևում տենց, բայց ներսից ինչ-որ մաշվել է ու ցավացնում է, դրա համար ու շատ հարմար են իրանք իմ սապոգները, դրա համար մի հատ էլ կուզենամ այդ ձևի վերցնեմ սովորական, ահա այսպիսի սապոգներ, այս բոքսը տամ փիսոներին, Այստեղ ինձ կոֆե եմ սարքել, բանի, կաթով, լատեի նման, հեսա մի քիչ խմեմ, ամաններ ունեմ մի քանի հատ լվանալու, տենց, ասատոմալիք, բետոն մենակ կաթա խմում, հացա այդ բուլկի մուլկի առել, խմորեղ են առել խանութից, ու տենց խմում սառեցով, տենց մենք էլ մեր խաղն ենք նայում, տեսնենք ով է հաղթում, ողջույն, այսօր ամսի 23 նոյեմբերի կիրակի և նվեր ունեմ այսօր Տեքորսկինն է բերել կապուչինոյի համով ասում է, դարչինա վրեն ցանած, այ ձեր աստված, ոնց չուտեմ այս, մի կտոր կոֆե եմ դրել, այսօր տանն ենք, ասեց շատ հանգիստ, խաղաղորը մեր լույսերներ տարել են, այսօր հարսից ծնունդն է, պետք է զանգեմ, չնշնավորել եմ, բայց պետք է զանգեմ, հոսանք չկա, 7% է մնացել հեռախոսիս մեջ և տենց, սպասում եմ Wi-Fi գա, հոսանք նոր հեռախոս մեջ գումար կա, բայց որ զարյատկա չկա, տենց, սպասում եմ հուսամ շուտ կգա կզանգեմ, ոչինչ, ավելի լավը կարար լինել, պատկերացնում եք սրա, սենց մեջը սենց լով, սենց ինքը թեթև է, բայց որ ինձ թվում է ռեզդեխլիցելի հաշվին, բայց իրա մեջ
ինձ այդքան էլ չգիտեմ ոնց ասեմ։ Չնայած չեմ ճկում։ Բայց ուտում է։ Մենք շուկա ենք դուրս եկել, այստեղ մրգերից խաղող, բանան, մանդարին եւ այստեղ ինչ ունենք։ Հա, մրգերից էլի սենց ստար ֆրուտ եմ գնել եւ մամեյ։ Այստեղ նախաճաշ ենք գնել ավոկադո եւ նոպալներ, սոուս ենք գնել, սալսա, ռոխա, կարմիր սոուս եւ այստեղ մի քանի բանջարեղեն կանաչի համեմ նեխուր եմ գնել, որ մի փոքր կտոր կաղամ ունեմ, թթու դնեմ, սոխ եւ լոլիկ։ Այսքանը բանջարեղեններից պետոյի համար կոշիկներ առնելու աշխատանքի համար այստեղ ճամփին այ չբացվես հղոկոճառ եմ վերցրել բացվել էր ավազ ենք վերցրել մի հատ ավել եմ վերցրել որ տանը մաշվել է ու բանը ուզում ենք այ հանենք հəli հանեմ այն տանեղածը դուրս ու բան անեմ թազան օգտագործեմ տան համար սա սպասի բացեմ ցույց տամ բետոյի կոշիկները աշխատանքի համար եմ որ ջուր չքաշեն այնտեղ ահա սենց կոշիկներ են բա շուկայում տիկին Ալիսիային ամուսնուն տեսանք եկեղեցուց էին հետո գնացել էին միշտ մտնում են շուկա առևտուր անելու բայց մենք դե որ չգնացինք բայց շուկայում հանդիպեցինք պատահական հետո մենք նախաճաշենք եւ մի հատ հարսիս հետ խոսամ անցնենք մյուս գործերին հա Սալմո ինչ ես ուզում հա Լավն է հավանում ես իրան հետաքրքրող բան չկար Всё Սալմո ուտեմ իսկ աչուկները ասեմ այստեղ թելել եմ վերցրել բայց վերևում ցույց կտամ իմ անկյունում սենյակում Ես վերջապես բարձրացա ու այստեղ երկու հատը պատվիրել էի որ պահեն երկու նացի վերցրեցի այստեղ մի հատ շագանակագույն եմ նորից վերցրել որ Ալիզայից որ ունենամ եւ մի հատ սենց այդքան էլ ինքը սպիտակ չի ու այսո ոսկորի երանգա կոչվում սենց ասած տենց այս 4-ն եմ վերցրել ու վերջ Սա վերցրել եմ, որ եթե չբավականացնի, բայց ինձ թվում է կհերիքի մնացել է մարմինը գործեմ, ոտերը, ականջները մարդ ես էլ, եթե հանկարծ չբավականացնի, նախորդից այսքան կա սա և այստեղ գլուխն եմ գործել ձեռքերը երկու հատ և մնացել է մնացածը տենց այսօր մենք կարգին կիրակի ենք անում ու իրիկոնը դուրս կգանք բան
del Sol, տոնածառ ենք ուզում առնենք մեր համար, տեսնենք ստացվում է թե չէ, չունենք անցածը ջարդվել էր, տենց սրվել էր, բան, տենց գցել ենք, դուրս տարել են, մի անգամից մի ժամվա ընթացքում տարան, նոր տարուց հետո էր, էց է, ժողովուրդ, և եթե ստացվի տոնածառի հետ մի քանի խաղալիքներ էլ կառնեմ, տենց երանգների մեջ, որ ուզում եմ, այդ մի քանի բան էլ կա անելու, տեսնեմ ստացվում է, գնաց։ Մեր լույսեր արդեն միացնում ենք, այստեղ մի հատ լույսը չի միացրած, նայեք էսի, քանի որ չի հասնում, այստեղ այս սեղանի վրա է միացնելու, չի հասնում, բայց բետոն մի բան կմտածի, նայեք ինձ իրինը, Եվ ինչպես տեսակ մենք տոնածառ ենք վերցրել, անցած տարվանը գցել ենք դուրս և քանի որ փչացել էր, ջարդվել էր, դարձել էր պիզայի աշտարակը, սրանք էլ մի լավ սենց ասած պաստարալիս, ռուսերեն որ ավելի սիրուն հնչի, սենց համապատասխան հնչի էլի, որ սենց ավելի շատ միելը, որը որ վերջի շնչին էր հասցրել, դրա համար այս տարի ճիշտ է մի քիչ թանկ ենք վերցրել, չնայած որ կեսկին իջացրել են, բայց մեկը անցած տարվա տնածառ ավելի պուջուրիկ էր, անցած չէ 2 տարի էր օգտագործում էինք, արդեն ու ավելի պուջուրիկ էր ու էժան էր դե իհարկե, բայց այս տարի մեծ սիրուն տոնածառ ենք վերցրել և ուսանք սիրուն կլինի, կդասավորենք, բայց չգիտենք որտեղ տնենք, քանի որ այնտեղ որտեղ անցած տարի էր տոնածառը, այդտեղ չի տեղավորվի, բացի այդ սրանք մի շաբաթվա ընթացքում մանավանդ միելը հարից կհանի, նույն նախորդի օրին կգցի երևի, բայց չի էլ տեղավորվի։ Ես մտածում եի այստեղ դնեմ, այս արանքում դնենք, պետան ասում է տենց կխանգարի բան տենց, բայց չգիտեմ, պատուհանից կերևա, ու մի հատ էլ առաջարկություն անում, որ մեր սենյակում դնենք պատուհանի առաջ, որ սիրուն վերևից երևա, բայց մի տեսակ չգիտեմ, սենյակում տոնածառ, մի կերպ պետք է անենք ժողովուրդ, տարի որտեղ որ մեզ հարմար ախցկենք դնենք, քանի որ բայց չեմ կարծում այստեղ սենց բան լինի, խանգարի, հա, քանի որ Աստված առաջ մեզ տարի մեր զալը որ պատրաստ լինի, արդեն զալում կդնենք, տենց, ու նենց ենք անելու, որ զալը դռներ ունենա, իրիկունը փակվի էլի զալը, որ սրանք չգնան զալ հարամանեն, նույնտեղ բազմոց բան տենց տեղափոխելու ենք, Աստված առաջ եթե կարողանանք ավելի լավ բազմոց կառնենք, ես ուզում եմ սենց փափուկ սիրուն սենց մեծ բազմոցներից առնեմ, այդը տեսնենք Աստված առաջ։ Այստեղ մի քիչ խառն է հիմա տենց
Այս մտածում եմ այստեղ դնենք, այս սայլակը ստեղ է, բայց կարանք սենց մի քիչ քցել են դրոշակներս։ Այստեղ դնենք, աթոռը հանենք։ Հենց այստեղ էլ խաղալիքները, որ տոնածառի հետ վերցրել եմ, ուզում եմ այս երանգների մեջ լինի։ Ունեմ տենց այս երանգները ու մի քիչ հատ էլ կավելացնեմ, դեք ինձ սիրուն բաներ կան, այս էլ վերցրել եմ աստղիկները եւ սրանքնեք ինչ լավն են։ Մեջը աստղիկներ կա, էլի շատ սիրուն է։ Էլի ուրիշ այսի սպիտակներ կա նաեւ արծաթագույնը։ Այտենց այսի սենց ոսկեգույն բաներ ունի, բայց ինձ այդքան էլ երևի հուսամ շատ չերևա։ Այն ամեն ինչի հետ, քանի որ լինելու է սպիտակ տեսնեմ, արծաթագույն սենց այս երանգների մեջ, տեսնենք ոնց կլինի։ Սպիտակ արծաթա սենց բրոնզա, ռոզվիա գույն։ Տեսնենք ոնց է լինում։ Տենց Հələ որ սա եմ վերցրել, բայց հուսանք չի վերջանա, քանի որ անցած տարի ուզում եմ մի քանի բան վերցնել, լրիվ վերջացեք։ Անգամ գնացի տեսա, այդ բաժինը հանել են նոր տարվա խաղալիքների, տոնածառների, անգամ չկար։ Հուսամ, որ այս միջև նոր տարի տենց քիչ-քիչ ինչ-որ մի բան կառնեմ, մի հատ սենց կամաց զարդարեմ։ Նաև ուզում եմ շոր ժապավեններ առնեմ, ու վրան ուղղակի ժապավեններ կպցեմ, բանտիկ անեմ սենց սիրուն։ Ինչ կասեք։ Սալմո։ Ոչ։ Սալմո։ Ինձ նայի։ Սալմո։ Գիտի, որ իրա մասին եմ ասում, լսում եմ լավ էլի, որ իրա հետ եմ, բայց նոլ վերաբերմունք։ Լաչարուրա։ Տոնածառիկը չգիտեմ ցույց տվեցի, թե չէ։ Տոնածառիկը որն է, ինձանից բոյով տոնածառ է լինելու, մեծ սիրուն, որ զարդարեմ անպայման։ Տեսնեմ, ձեր հետ կզարդարեմ, թե չէ։ Ուրեմն, երևի ես վլոգը փակեմ եւ մյուս վլոգում կզարդարենք։ Գրեք կոմենտներում արդյոք կուզեք ձեզ հետ զարդարեմ վլոգ տոնածառը, թե ուղղակի կուզենաք արդեն իսկ զարդարած տեսնեք։ Էպես որ սպասում եմ ձեր կոմենտներին։ Ու ես շաբաթվա մեջ կզարդարեմ։ Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ ձեր այդքան լավ սրտի համար, ամեն մի սրտիկի համար շնորհակալ եմ, թող Աստված օրհնի ձեզ առատապես, կհանդիպենք մյուս վլոգում, adios, սպասում եմ Բետոին, գնացել եմ համար կոֆե առնիկը,